Արմեզիայի YouTube ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխապ շնորհակալություն բոլորին մշտապես մեզ աջակցելու համար, թե լուրերը հավանելու տեսքով կլինի, թե ալիքին բաժանորդագրվելու եւ թե առհասարակ մեզ դիտելու։ Միացյալ Նահանգներ Իրան հարաբերություններում լարվածությունը նոր փուլ է մտնում հրադադարի ֆոնին։ Իրանը մեղադրում է Միացյալ Նահանգներին համաձայնության շրջանակային պայմանների 3 կետերի խախտման մեջ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ներկայիս պայմաններում հրադադարի պահպանումը եւ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները անտրամաբանական են դառնում, հաշվի առնելով զարգացումները տարածաշրջանում։ Արաղչին ընդգծել է, որ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումը պետք է լիներ հրադադարի պայմանավորվածության մաս, սակայն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարություններում նշվում է, որ համաձայնագիրը չի վերաբերում Լիբանանին։ Իրանի արտաքին գործերի նախարարը իր հրապարակման մեջ նշել է, որ աշխարհը տեսնում է Լիբանանում տեղի ունեցող կոտորածները եւ ընդգծել, որ այժմ գնդակը գտնվում է ԱՄՆ-ի դաշտում։ Նրա խոսքով միջազգային հանրությունը հետևում է, թե արդյոք Վաշինգտոնը կկատարի իր պարտավորությունները, թե ոչ։ Իրանի խորհրդանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նույնպես հայտարարել է, որ ներկայիս պայմաններում հրադադարը եւ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները անտրամաբանական են։ Նրա խոսքով Վաշինգտոնը խախտել է Իրանի կողմից ներկայացված 10 կետանոց պայմանների առնվազն 3 կարևոր դրույթներ, որոնք պետք է հիմք հանդիսանային ռազմական գործողությունների դադարեցման համար։ Ղալիբաֆը, որը կարևոր դեր է խաղացել Պակիստանի միջնորդությամբ ընթացող բանակցություններում, մասնավորապես դժգոհություն է հայտնել 3 հիմնական հարցերի շուրջ։ Առաջինը, Իսրայելի կողմից Լիբանանում Հեզբոլլահի դեմ հարվածների շարունակումը, որը ըստ Իրանի հակասում է հրադադարի տրամաբանությանը։ Երկրորդ, Իրանի օդային տարածքում անօդաչու սարքի ենթադրյալ ներխուժումն արդեն հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո, եւ երրորդը, Թրամփի վարչակազմի դիրքորոշումը, ըստ որի Միացյալ Նահանգները չի ընդունելու Իրանի որևէ միջուկային հարստացման հնարավորություն ապագա համաձայնագրի շրջանակում։ Ով է իրականում հաղթել այս պատերազմում։ Այս հարցն այսօր գլխավորում է միջազգային քաղաքական օրակարգը ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ձեռք բերված եւ կարծես թե երերուն հրադադարի ֆոնին։ Երկու կողմից էլ հայտարարում են հաղթանակի մասին, ներկայացնելով իրենց տարբերակները տեղի ունեցածի վերաբերյալ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պնդում է, որ Իրանը ստիպված է եղել գնալ զիջումների կոշտ ռազմական եւ քաղաքական ճնշման արդյունքում, եւ Իրանն այլևս չէր կարող շարունակել դիմակայությունը նույն ինտենսիվությամբ, երբ ստիպված է եղել վերադառնալ բանակցությունների սեղան։ Մյուս կողմից Իրանը ներկայացնում է բոլորովին այլ պատկեր։ Իրանական ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ հենց իրենց դիմադրությունն ու հարվածներն են ստիպել Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին ընդունել իրենց պայմանները եւ գնալ հրադադարի։ Տեհրանից հնչող հայտարարություններում նշվում է, որ երկիրը ծանր հարվածներ է հասցրել հակառակորդին ու ապացուցել, որ կարող է պատասխանել ցանկացած ագրեսիայի ավելի ուժեղ ուժով։ Այսօր հնչած հայտարարություններն ու իրադարձությունները մեր ուշադրության կենտրոնում էին եւ ահա ընդհանուր պատկերը։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիտը հայտարարել է, որ այս հրադադարը Միացյալ Նահանգների պատմական ռազմական հաղթանակի արդյունք է։ Նրա խոսքով Operation Epic Fury ռազմական գործողությունը գերազանցել է նախապես սահմանված նպատակները։ Լևիթի ներկայացմամբ Միացյալ Նահանգների զինված ուժերը իրականացրել են ավելի քան 13,000 հարված Իրանի տարածքում, թիրախավորելով հրթիռային համակարգերը, ռազմական արտադրական ենթակառուցվածքները եւ անօդաչու սարքերի բազաները։ Լևիտը ընդգծել է, որ բանակցությունները դեռևս շարունակվում են եւ առաջիկա 2 շաբաթները վճռորոշ են լինելու վերջնական համաձայնության հասնելու համար։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների նախագահի կարմիր գծերից մեկը շարունակում է մնալ Իրանի միջուկային հարստացման ամբողջական դադարեցումը։ Նա նաև զգուշացրել է, որ հրադադարը խոցելի է իր բնույթով եւ կարող է հեշտությամբ խախտվել, հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող լարվածությունը եւ Իրանի ներսում կառավարման համակարգերի խաթարումը ռազմական հարվածներից հետո։ Լևիթը արձագանքել է իրանական պետական լրատվամիջոցների հաղորդումներին, ըստ որոնց Իրանը փակել է Հորմուզի նեղուցը ի պատասխան Լիբանանում Իսրայելի գործողությունների։ Լևիտը նշել է, որ նման տեղեկությունները անընդունելի են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով նախագահ Դոնալդ Թրամփը տեղյակ է այդ հաղորդումների մասին, սակայն Վաշինգտոնի ունեցած տվյալներով իրական իրավիճակը այլ է։ Նա ընդգծել է, որ նեղուցում նկատվում է նավերի շարժի ակտիվացում, ինչը հակասում է դրա փակ լինելու մասին հայտարարություններին։ Բացի այդ, Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կգլխավորի թիմը, որը կմեկնի Իսլամաբադ Իրանի հետ նոր բանակցությունները վարելու համար։ Միացյալ Նահանգների պաշտպանության կամ ինչպես ընդունված է արդեն ասել պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը եւ Միացյալ Նահանգների զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահի համատեղ մամուլի ասուլիսում ներկայացվել են Իրանի դեմ իրականացված Operation Epic Fury ռազմական գործողության արդյունքները եւ հրադադարի պայմանները։
Փիթ Հեքսեթը ելույթում հայտարարել է, որ Իրանը երկար տարիներ սպառնալիք է եղել Միացյալ Նահանգների եւ ամբողջ ազատ աշխարհի համար, նշելով, որ այս գործողությունը դարձել է շրջադարձային։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ իրականացված ռազմական գործողությունները հանգեցրել են վճռական արդյունքների, իսկ Իրանը ստիպված է եղել ընդունել հրադադար։ Հեքսեթը նաև նշել է, որ եթե Իրանը չընդուներ առաջարկվող պայմանները, հաջորդ թիրախները կլինեին երկրի էներգետիկ համակարգը, կամուրջները եւ նավթային ենթակառուցվածքները, ինչը կարող է լրջագույն հարված հասցնել Իրանի տնտեսությանը։ Նրա խոսքով Թրամփը ունենալով այդ հնարավորությունը ընտրել է բանակցությունների ուղին, խոսելով խաղաղության օգտին։ Գեներալ Դեն Քեյնը ներկայացրել է գործողության ռազմական մանրամասները, նշելով, որ 38 օր տևած ակտիվ մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերի մոտ 80%-ը, հարվածներ են հասցվել հարյուրավոր հրթիռային պահեստների եւ անօդաչու սարքերի արտադրության օբյեկտների, իսկ երկրի ռազմական կառավարման եւ կապի համակարգերը լրջորեն վնասվել են։ Բանախոսը նաև ընդգծել է, որ Իրանի ռազմածովային ուժերի մեծ մասը հայտնվել է ծովի հատակում, իսկ երկրի ռազմական արդյունաբերական բազան զգալիորեն թուլացել է, կորցնելով վերականգնման հնարավորությունը մոտակա տարիներին։ Նա նշել է, որ հրադադարը ժամանակավոր է եւ Միացյալ Նահանգների զինված ուժերը շարունակում են մնալ պատրաստ անհրաժեշտության դեպքում վերսկսելու ռազմական գործողությունները նույն արագությամբ եւ ճշգրտությամբ։ Եվ կրկին շեշտվել է, որ Իրանը չի ունենա միջուկային զենք ձեռք բերելու հնարավորություն, ընդգծելով, որ այդ հարցը մնում է ոչ բանակցային։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը պետք է գլխավորի բանակցային թիմը, Հունգարիայից վերադառնում է Միացյալ Նահանգներ եւ հետո նոր միայն կուղևորվի Իսլամաբադ։ Բայց սա էլ է զարգացող իրադարձությունների ֆոնին մնում կասկածելի։ Արդյոք բանակցությունները կմեկնարկեն ի վերջո։ Իրանի շուրջ վերջին զարգացումներին անդրադառնալով Վենսը նշել է, որ հրադադարի պայմանավորվածությունը վերաբերում է բացառապես Իրանին, Միացյալ Նահանգների դաշնակիցներին, Իսրայելին ու Պարսից ծոցի արաբական երկրներին եւ չի ներառում Լիբանանը։ Նրա խոսքով Իսրայելի գործողությունները Լիբանանում չեն հանդիսանում հրադադարի խախտում, քանի որ այդ հարցը երբեք չի եղել համաձայնագրի մաս։ Միաժամանակ նա նշել է, որ Իսրայելը ըստ տեղեկությունների պատրաստակամություն է հայտնել որոշ չափով զսպել գործողությունները, աջակցելու բանակցությունների հաջող ընթացքին։ Խոսելով Հորմուզի նեղուցի մասին, Վենսը նշել է, որ արդեն իսկ նկատվում է նավային երթևեկության աճը, ինչը վկայում է, որ նեղուցը աստիճանաբար վերաբացվում է։ Նա նաև ընդգծել է, որ եթե Իրանը չկատարի իր պարտավորությունները, Միացյալ Նահանգները նույնպես չի պահպանելու իր պայմանները։ Նա նաև անդրադարձել է Իրանի կողմից հնչող մեղադրանքներին, նշելով, որ տարաձայնությունները բնական են նման բանակցությունների սկզբնական փուլում։ Նրա խոսքով, եթե Իրանը դժգոհում է ընդամենը մի քանի կետերից, դա նշանակում է, որ բազմաթիվ այլ հարցերում արդեն կա համաձայնություն։ Միաժամանակ Վենսը կրկնել է Վաշինգտոնի հիմնական պահանջը՝ Իրանն ու միջուկային զենք ստեղծելը անհամատեղելի են։ Նրա խոսքով այս հարցը լինելու է բանակցությունների կենտրոնում եւ Միացյալ Նահանգները պատրաստ է օգտագործել ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական լծակներ իր նպատակներին հասնելու համար։ Նրա խոսքով, եթե Իրանը չգնա կառուցողական բանակցությունների, ապա կարող է բախվել լուրջ հետևանքների։ Վենսը նշել է, որ Իրանի ներսում նկատվում են տարբեր դիրքորոշումներ։ Մի մասը պատրաստ է բանակցությունների եւ համաձայնության, իսկ մյուսները փորձում են խեղաթյուրել իրավիճակը եւ կասկածի տակ դնել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նա ընդգծել է, որ հենց այդ ներքին հակասություններն են, որ հրադադարը դարձնում են անկայուն։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հանդես է եկել լայնածավալ ելույթով, անդրադառնալով ԱՄՆ-ի-Իրան հրադադարի գործընթացին, որը նրա խոսքով դարձել է պատմական դիվանագիտական ձեռքբերում։ Շարիֆը հայտարարել է, որ Պակիստանը ստացել է բացառիկ հնարավորություն եւ պատիվ մասնակցելու մի գործընթացի, որը կարող է կանխել լայնամասշտաբ պատերազմը ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում։ Վարչապետն ընդգծել է, որ ձեռք բերված երկշաբաթյա հրադադարը կարևոր առաջին քայլն է, սակայն վերջնական նպատակը պետք է լինի կայուն եւ երկարաժամկետ խաղաղությունը։ Նա նշել է, որ այս արդյունքը հնարավոր է դարձել քաղաքական եւ ռազմական ղեկավարության համատեղ աշխատանքի, ինչպես նաեւ միջազգային համագործակցության շնորհիվ։ Վարչապետը նաեւ շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին եւ Իրանի ղեկավարությանը իր միջնորդությունը ընդունելու համար։ Նա ընդգծել է, որ կողմերը համաձայնել են ժամանակավոր դադար վերցնել, հնարավորություն տալով բանակցություններին շարունակվել։ Միաժամանակ նա զգուշացրել է, որ պատերազմը դեռ լիովին ավարտված չէ եւ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը հասնելու վերջնական խաղաղության։ Նրա խոսքով հրադադարը միայն հնարավորություն է, իսկ իրական հաջողությունը կլինի այն ժամանակ, երբ տարածաշրջանը լիովին դուրս գա պատերազմի վտանգից։
ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ալի Բահրեյնին հայտարարել է, որ Թեհրանը չափազանց զգուշությամբ կմոտենա Միացյալ Նահանգների հետ խաղաղության բանակցություններին, ընդգծելով խորը անվստահությունը, որը ձևավորվել է վերջին ռազմական գործողություններից հետո։ Բահրեյնին նշել է, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև վստահության լուրջ բաց կա, եւ դա նրա խոսքով լիովին հասկանալի է։ Նա շեշտել է, որ այս պայմաններում Իրանը չի կարող վստահել մյուս կողմին եւ պետք է ավելի զգոնու պատրաստ լինի, քան նախկինում։ Դեսպանի խոսքով Իրանի զինված ուժերը շարունակում են պահպանել բարձր պատրաստվածություն եւ մշտական հսկողություն ցանկացած հնարավոր զարգացումներին արագ արձագանքելու համար։ Միաժամանակ Թեհրանը պատրաստ է մասնակցել բանակցություններին, գնահատելու թե որքան լուրջ է մյուս կողմի պատրաստակամությունը համաձայնության հասնելու հարցում։ Բահրեյնին ընդգծել է, որ այս փուլում բոլոր պայմանավորվածությունները ժամանակավոր են, ներառյալ Հորմուզի նեղուցի հետ կապված կարգավորումները։ Նրա խոսքով այդ հարցերը պետք է դեռևս քննարկվեն եւ վերջնական որոշումներ կայացվեն բանակցությունների ընթացքում։ Իրանի դեսպանը հավելել է, որ Թեհրանի հիմնական նպատակն է բացառել ապագա պատերազմը։ Նրա խոսքով Իրանը չի ցանկանում կրկնել այն սցենարը, երբ բանակցություններից հետո հանկարծակի նոր հարձակումներ են սկսվում։ Բահրեյնին նաև զգուշացրել է, որ եթե Իսրայելի ռազմական գործողությունները շարունակվեն Լիբանանի ուղղությամբ, դա կարող է ավելի բարդացնել իրավիճակը եւ բացասական հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար։ Իսրայելի վարչապետն է հայտարարությամբ հանդես եկել, Բենյամին Նեթանյահուն նշել է, որ Իրանի դեմ ընթացող ռազմական գործողությունների արդյունքում Իսրայելը հասել է աննախադեպ ռազմական հաջողությունների, ընդգծելով, որ Իրանը այժմ ավելի թույլ է, քան երբևէ։ Նրա խոսքով վերջին շաբաթների ընթացքում իրականացված գործողությունները զգալիորեն վնասել են Իրանի ռազմական եւ միջուկային կարողությունները։ Վարչապետը հակապատկեր է ներկայացրել Իրանի ղեկավարության եւ դեսպանի հայտարարություններին։ Նրա խոսքով Իրանը համաձայնել է բանակցությունների արդեն թուլացած վիճակում եւ պարտավորվել է բացել Հորմուզի նեղուցը, հրաժարվելով իր նախկին պահանջներից, այդ թվում պատժամիջոցների վերացումից եւ պատերազմի լիակատար ավարտից։ Միաժամանակ նա ընդգծել է, որ երկշաբաթյա հրադադարը վերջնական լուծում չէ, այլ ընդամենը միջանկյալ փուլ։ Վարչապետը նաև հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է հարվածները այլ ուղղություններով, մասնավորապես Լիբանանում գործող խմբավորումների դեմ, ընդգծելով, որ անվտանգության ապահովումը մնում է երկրի համար առաջնահերթ։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ բրիգադի գեներալ Էֆրի Դեֆրինն էլ ներկայացրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների եւ առհասարակ ընդհանուր ռազմական գործողությունների վերջին զարգացումները։ Նրա խոսքով Իսրայելը Միացյալ Նահանգների համատեղ գործողությունների շրջանակում համաձայնել է հրադադարի քաղաքական ղեկավարության ցուցումով, սակայն Դեֆրինն ընդգծել է, որ այս պատերազմը եղել է անհրաժեշտ եւ կենսական, ուղղված Իրանի կողմից ներկայացվող երկարաժամկետ սպառնալիքների վերացմանը։ Խոսնակի խոսքով ոչնչացվել է Իրանի ռազմական ղեկավարության զգալի մասը, վնասվել են հրամանատարական եւ կառավարման համակարգերը, ինչպես նաեւ հարվածներ են հասցվել ռազմական արդյունաբերությանը, բալիստիկ հրթիռների ծրագրերին եւ միջուկային ենթակառուցվածքներին։ Դեֆրինը նշել է, որ Իսրայելի բանակը ոչ միայն իրականացրել է իր առջև դրված բոլոր նպատակները, այլև գերազանցել դրանք հասնելով զգալի ռազմավարական արդյունքների։ Նա նույնպես ընդգծել է, որ Իսրայելի գործողությունները չեն դադարում Լիբանանի ուղղությամբ։ Նրա խոսքով բանակը շարունակում է լայնածավալ հարվածներ հասցնել Հեզբոլայի խմբավորմանը, թիրախավորելով ավելի քան 100 ենթակառուցված կարճ ժամանակահատվածում։ Դեֆրինը պնդել է, որ Հեզբոլայի ռազմական օբյեկտները տեղակայել է քաղաքացիական բնակավայրերի մեջ, օգտագործելով բնակչությանը որպես կենդանի վահան, ինչը ել ավելի է բարդացնում իրավիճակը։ Նրա խոսքով Իրանը շարունակում է դիտվել որպես հիմնական թշնամի եւ Իսրայելը ոչ մի դեպքում չի զիջելու իր անվտանգության հարցերում։ ՄԱԿ-ի Լիբանանում մարդասիրական համակարգող Իմրան Ռիզան ահազանգում է, որ Լիբանանում իրավիճակը կտրուկ վատթարանում է շարունակվող ավիահարվածների, աճող զոհերի եւ զանգվածային տեղահանության պայմաններում։ Նրա ներկայացման միայն մեկ հարձակման հետևանքով Սայդա քաղաքում զոհվել է առնվազն 8 մարդ։ Ավելի ուշ, տեղական ժամանակով ժամը մոտավորապես 14:15-ին իրականացվել է ավելի քան 100 հարված ընդամենը մի քանի րոպեի ընթացքում։ Ռիզան նշել է, որ վնասների եւ զոհերի ճշգրիտ թիվը դեռևս իրեն հայտնի չէ, սակայն նախնական գնահատականներով խոսքը կարող է լինել հարյուրավոր զոհերի մասին։ Հիվանդանոցները գերծանրաբեռնված են եւ ամբողջ երկրում հայտարարված է արյան դոնորության հրատապ կոչ։ Որոշ բնակիչներ, հավատալով հրադադարի լուրերին, փորձել էին վերադառնալ հարավ, սակայն կառավարությունը նրանց կոչ արել չտեղաշարժվել անվտանգության անորոշության պատճառով։ ՄԱԿ-ի տվյալներով մարտի սկզբից սկսված էսկալացիայի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 1530-ը, որոնցից 130-ը երեխաներ են։ Վիրավոր երեխաների թիվը հասնում է 461-ի։ Ռիզան ընդգծել է, որ
տեղահանվածների թիվը անցնում է 1,2 միլիոնը, ինչը կազմում է Լիբանանի բնակչության մոտ 20%-ը։ Նրանցից մոտ 138,000 մարդ ապաստանել է ժամանակավոր կացարաններում, հիմնականում դպրոցներում, իսկ մնացած 100,000-ավոր մարդիկ բնակվում են հյուրընկալող ընտանիքներում կամ ոչ պաշտոնական պայմաններում, հաճախ առանց տարրական ծառայությունների հասանելիության։ Նա նշել է, որ առողջապահական համակարգը գտնվում է ճգնաժամային վիճակում եւ ավելի քան 100 հարձակում է գրանցված առողջապահական օբյեկտների եւ անձնակազմի դեմ, ինչի հետևանքով զոհվել է 57 բուժաշխատող, վիրավորվել 158-ը։ Փակվել է առնվազն 51 բժշկական կենտրոն եւ 6 հիվանդանոց։ Կրթական համակարգը եւս ծանր հարված է ստացել։ Բազմաթիվ դպրոցներ ու համալսարաններ վերածվել են ապաստարանների, իսկ ուսուցումը խափանված է։ Իմրան Ռեյզան 3 հիմնական ուղերձ է հնչեցրել։ Առաջինը՝ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել էսկալացիան, քանի որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Երկրորդ՝ բոլոր կողմերը պետք է հարգեն միջազգային մարդասիրական իրավունքը, պաշտպանելով խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները եւ բուժանձնակազմը։ Եվ երրորդ՝ միջազգային հանրությունը պետք է շտապ ավելացնի ֆինանսական աջակցությունը, որպեսզի հնարավոր լինի բավարարել աճող կարիքները։ Այս ասուլիսից հետո միայն Լիբանանի առողջապահության նախարարությունը հրապարակեց թարմացված տվյալներ, ըստ որ Իսրայելի ավիահարվածների հետևանքով մեկ օրում զոհվել է առնվազն 182 մարդ, ինչը համարվում է ամենամեծ մեկօրյա կորուստը Իսրայել-Հեզբոլլահ հակամարտության ընթացքում։ 890 մարդ վիրավորվել այդ հարվածների հետևանքով։ Ընդհանուր առմամբ վերջին ավելի քան 5 շաբաթների ընթացքում Լիբանանում զոհերի թիվը հասել է 1739-ի, իսկ վիրավորներինը 5873-ի։ Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչությունը ԿՀՎ նոր մանրամասներ է հրապարակել Իրանում օդաչուի հայտնաբերման վերաբերյալ։ Օգտագործվել է նորագույն գաղտնի տեխնոլոգիա։ Ըստ ամերիկյան աղբյուրների գործի է դրվել Ghost մարմուր կոչվող համակարգը, որը հիմնված է քվանտային մագնիտոմետրիայի վրա եւ կարողանում է հեռավորությունից հայտնաբերել մարդու սրտի բաբախի էլեկտրամագնիսական հետքը։ Տեխնոլոգիան աշխատում է արհեստական բանականության միջոցով, առանձնացնելով այդ ազդանշանը շրջակա միջավայրի աղմուկից, ինչը թույլ է տալիս գտնել մարդուն նույնիսկ ծայրահեղ բարդ պայմաններում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեդքլիֆը հաստատել են, որ փրկարարական գործողության ընթացքում օգտագործվել են ինչպես մարդկային ռեսուրսներ, այնպես էլ եզակի տեխնոլոգիաներ, որոնք նրանց խոսքով չունի աշխարհի որևէ այլ հետախուզական ծառայություն։ Նրանց գնահատմամբ գործողությունը համեմատելի է անապատում ավազի հատիկ որոնելու հետ։ Փրկված օդաչուն հայտնի միայն Dude 44 Bravo կոդային անվամբ թաքնվել է Լեռնային ճեղքում այն բանից հետո, երբ նրա F-15 կործանիչը խոցվել էր։ Նա 2 օր գոյատևել է ծայրահեղ պայմաններում, իսկ այդ ընթացքում իրանական ուժերը որոնում էին նրան, նույնիսկ մարդկային ուժեր էին միացել, որովհետև հայտարարված էր գլխագիր։ Մասնագետների խոսքով տվյալ տարածքը դարձել է այս տեխնոլոգիայի փորձարկման համար գրեթե իդեալական միջավայր նվազագույն էլեկտրամագնիսական խանգարումներով եւ քիչ մարդկային ակտիվությամբ։ Սովորաբար նման թույլ ազդանշանները հնարավոր է գրանցել միայն հիվանդանոցային պայմաններում, սակայն նոր սերնդի սենսորները, որոնք ստեղծված են արհեստական ադամանդների միկրոկառուցվածքների հիման վրա, թույլ են տվել զգալիորեն մեծացնել հայտնաբերման հեռավորությունը։ Թեպետ օդաչուն ակտիվացրել էր իր փրկարարական ազդանշանային սարքը, նրա ճշգրիտ գտնվելու վայրը երկար ժամանակ անհայտ էր մնում։ Նոր տեխնոլոգիայի կիրառումն էլ դարձել է վճռորոշ գործոն նրա հայտնաբերման գործում։ Այսպիսով Միացյալ Նահանգները առաջին անգամ գործնականում կիրառում է գաղտնի տեխնոլոգիա, որը կարող է հիմնովին փոխել որոնողական եւ փրկարարական գործողությունների բնույթը, հատկապես պատերազմական գոտիներում։ Այլ թեմաներով երեք տեղեկացրել էին Կալիֆոռնիայի Օնտարիո քաղաքում խոշոր հրդեհի մասին, որի գործով կար ձերբակալված։ Ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննությունն է իրականացնում սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի վերաբերյալ, որը ենթադրաբար ցույց է տալիս հենց հրկիզման պահը։ Կասկածյալը 29-ամյա Շամել Աբդուլ Կարիմն է, որը աշխատել է տվյալ պահեստում։ Նախնական տվյալներով նա աշխատակից էր NFI Industries ընկերությունում, որը համագործակցում է Kimberly Clark ընկերության հետ ապրանքների պահեստավորման եւ բաշխման ոլորտում։ Տեսանյութում, որը հայտնվել է համացանցում, երևում է, թե ինչպես են հրկիզում թղթեսրկիչների պահոստները։ Տեսանյութում նաեւ լսվում է արտահայտություն, պարզապես պետք էր մեզ բավարար վճարել, որպեսզի ապրեինք, ինչը կարող է մատնանշել սոցիալական կամ աշխատանքային դժգոհության հնարավոր մոտիվը։ Հրդեհն արագ տարածվել է ավելի քան 1 միլիոն քառակուսի ֆուտ տարածք ունեցող պահեստում։ Դեպքի վայրում աշխատել է շուրջ 175 հրշեջ, որոնք կարողացել են մարել կրակը երկարատև պայքարից հետո։ Կասկածյալը պետք է ներկայանա դատարան 5 շաբթի։ Մնանք Կալիֆոռնիայում եւ մասնավորապես Լոս Անջելեսում, այստեղ աղմկահարույց գործով դատապարտվել է Ջասմին Սանգան, որը հայտնի էր կետամինի թագուհի մականունով։ Դաշնային դատարանը նրան դատապարտել է 15 տարվա ազատազրկման դերասան Մեթյու Փերիի մահվան գործով։
ԱՄՆ արտարադատության նախարարության տվյալներով Սանգան տարիներ շարունակ զբաղվել է թմրամիջոցների լայնածավալ վաճառքով, ապահովելով բարձրակարգ հաճախորդների, այդ թվում Հոլիվուդի ներկայացուցիչներին։ Քննության ընթացքում հաստատվել է, որ հենց Սանգան է վաճառել կետամինը 54-ամյա դերասան Մեթյու Փերիին, ինչը դարձել է նրա մահվան պատճառներից մեկը։ Փերին մահացած էր հայտնաբերվել 2023 թվականի հոկտեմբերին իր տան լողավազանում։ Բժշկական փորձագնությունը պարզել էր, որ մահվան հիմնական պատճառը եղել է կետամինի չափազանց մեծ չափաբաժինը։ Գործի շրջանակում պարզվել է նաև, որ Սանգան համագործակցել է Էրիկ Ֆլեմինգի հետ, միասին վաճառելով տասնյակ սրվագներ կետամին, որոնք փոխանցվել են դերասանի անձնական օգնական Քենեթ Իվամասային։ Վերջինս բազմիցս ներարկել է այդ նյութը Փերիին, այդ թվում մահվան օրը մի քանի ներարկումով։ Հիշեցնեմ, որ այս գործով մեղադրյալներից մի քանիսը արդեն ընդունել են իրենց մեղքը եւ սպասում են դատավճիռի, այդ թվում բժիշկ Սալվադոր Պլասենսիան, որը ապօրինի մատակարարել էր կետամին դերասանին եւ արդեն դատապարտված է։ Գործի քննության ընթացքում իրավապանները Սանգայի բնակարանում հայտնաբերել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ, այդ թվում մետամֆետամին, կետամին, էկստազի եւ կեղծ դեղամիջոցներ, ինչպես նաեւ թմրավաճառության համար օգտագործվող սարքավորումներ։ Այս գործը դարձել է վերջին տարիների ամենաաղմկահարույց քրեական պատմություններից մեկը Հոլիվուդում, կրկին բարձրացնելով թմրամիջոցների շրջանառության եւ դրանց վերահսկման հարցը Միացյալ Նահանգներում։ Լոս Անջելես դարձյալ խոշոր կիբերհարձակում է տեղի ունեցել, որի արդյունքում արտահոսել են ոստիկանության հազարավոր գաղտնի փաստաթղթեր։ Տեղական աղբյուրների հաղորդմամբ հարձակումը տեղի ունեցել մարտին, թիրախավորելով Լոս Անջելեսի քաղաքային դատախազության գրասենյակը։ Հաքերներին հաջողվել է ձեռք բերել ավելի քան 7 տերաբայթ տվյալ եւ շուրջ 337,000 ֆայլ։ Արտահոսած նյութերը ներառում են խիստ գայուն տեղեկություն, վկաների անուններ, բժշկական տվյալներ, ոստիկանության աշխատակիցների անձնական գործեր, ներքին հետաքննությունների փաստաթղթեր, ինչպես նաև չմաքրված քրեական գործերի նյութեր։ Պաշտոնական հայտարարության մեջ Լոս Անջելեսի ոստիկանությունը նշել է, որ միջադեպին վերաբերում է լուրջ մտահոգությամբ եւ այժմ համագործակցում է դատախազության գրասենյակի հետ հասկանալու արտահոսքի ամբողջ ծավալը։ Հայտնի է դարձել նաև գողացված տվյալների մի մասը հայտնվել է սոցիալական ցանցերում, սակայն հետագայում մեծ մասամբ հեռացվել է։ Առայժմ անհայտ է, թե ովքեր են կանգնած կիբերհարձակման հետևում, ինչպես նաև արդյոք պահանջվել է փրկագին տվյալների չհրապարակման եւ վերադարձի դիմաց։ Երկար ժամանակ է, ինչ չեմ խոսել այս թեմայից, այսօր կցանկանայի կրկին անդրադառնալ։ Միացյալ Նահանգներում շարունակվում է Նենսի Գաթրիի անհետացման աղմկահարույց գործը, որն արդեն ավելի քան 2 ամիս է մնում է չբացահայտված, չնայած ավելի քան 1.2 միլիոն դոլար պարգևաճարի հայտարարությանը, մինչև այժմ որևէ կասկածյալ չի հայտնաբերվել եւ իրավապաններն էլ չեն իրականացրել ձերբակալություններ։ Գործի շուրջ տարածվում են հակասական հաղորդագրություններ, այդ թվում փրկագնի նամակները, որոնք ուղարկվում են լրատվամիջոցներին, սակայն քննիչները դրանք չեն համարում վստահելի։ Փորձառու քննիչները կարծում են, որ գործի լուծումը կարող է գտնվել ոչ թե արտաքին աղբյուրներում, այլ բանտային համակարգի ներսում։ Նրանց գնահատմամբ հանցագործության մասին կարևոր տեղեկություններ կարող են ունենալ արդեն կալանավորված անձինք, որոնք կապ ունեն հանցավոր շրջանակների հետ եւ կարող են օգտագործել այդ տեղեկությունը իրենց պատժաչափը նվազեցնելու համար։ Նման դեպքերում ազատության հեռանկարը հաճախ ավելի ուժեղ խթան է, քան դրամական պարգևավճարի եւ հենց դա կարող է բերել բեկումնային բացահայտման։ Կավարկած, որ հանցագործությունը կարող էր մանրակրկիտ պլանավորված լինել եւ հնարավոր է իրականացվել է հարևանությամբ գտնվող դատարկ տան միջոցով, որը ծառայել է որպես դիտարկման եւ պատրաստման կենտրոն։ Տվյալների համաձայն անհետացումից առաջ տարածքում նկատվել է կասկածելի անձ, իսկ տեխնիկական միջոցներով հնարավոր է եղել գուցեև խափանել տան տեսահսկման համակարգերի աշխատանքը։ Այս ամենը ըստ մասնագետների վկայում է, որ գործը պատահական չէ, այլ նախապես ծրագրված գործողություն։ Այսքանն էինք առանձնացրել օրվա լրահոսից, իհարկե հետևում ենք իրադարձությունների զարգացումներին եւ եթե կարիք լինի, ապա հրատապ կհայտնվենք եթերում։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ խաղաղ եւ առողջ եղեք։ Ցտեսություն։